Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց տեխնոլոգիական հեքեթոն, որը կազմակերպվել է Anonix ընկերության և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։ Մրցույթային հատվածը իրականացվում է MFM Soft ընկերության հեղինակային AI Master Challenge ձևաչափով։ Հեքեթոնը համախմբել էր ծրագրավորողների, ինժեներների, տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, ստարտափ թիմերի և արհեստական բանականությամբ հետաքրքրված նորարար մտածողությամբ անհատների մեկ նպատակի շուրջ՝ ստեղծել կիրառելի AI լուծումներ իրական մարտահրավերների համար։ Հեքեթոնն անցկացվում էր առաջին անգամ մրցույթային թեման այս տարի արհեստական բանականությունն է և դրա մարտահրավերները։ Ինչպես կարելի է չվախենալ AI-ից, օգտագործել AI-ի նպաստ, այսպես ասած, իրենց առօրյա խնդիրները լուծելու եւ նաեւ ընթացքում բացահայտել խնդիրներ, որոնք առօրյա լուծման կարիք ունեն եւ փորձել նրանց լուծումը գտնել AI-ի միջոցով։ Տեսնելով մասնակիցների մեծ թիվը, հասնում ենք, որ այո, կարիքը շատ է եւ հետաքրքրությունն էլ շատ։ Այդ մասով անպայման ունենալու ենք հաջորդիվ այլ միջոցառումներ եւ նաեւ AI Master Challenge-ը իր հերթին ուրիշ տեղեր նույնպես ուրիշ ֆորմատներով նույնպես կազմակերպվելու է։ Մասնակիցները թիմերով կամ անհատապես ամբողջ միջոցառման ընթացքում աշխատեցին AI հիմքով լուծումների մշակման վրա, վերլուծելով խնդիրներ, առաջարկելով նորարար գաղափարներ եւ ներկայացնելով իրենց լուծումները ժյուրիին։ AI-ը արհեստական բանականությունը դա տեքստ վերադարձնող գործիքներն է, որ սովորաբար մարդիկ օգտագործում են, բայց իրականում ինքը կարա նաեւ որպես մտածող վերևի օղակ լինի շատ գործերում, որտեղ բրաուզերում մարդը ինչ անում է համակարգչի միջոցով, ինտերնետում ինչ գործողություն որ անի, այդ ամեն ինչը հնարավոր է եղել նաև նախկինում ավտոմատացնել, իսկ հիմա արհեստական բանականության եւ այդ ավտոմատացման հիբրիդով իրար գումարելով ստանում ենք նոր տեսակի ուղղություն, երբեմն agentic AI են իրան ասում, այսինքն ագենտներ, որ անում են որոշակի գործողություններ։ Խնդիրները տրված են այդ թեմաներից։ Հեքեթոնին ներկային ոլորտի փորձառու մենթորներ, իսկ օրվա ավարտին լավագույն եւ աչքի ընկնող 6 գաղափարները արժանացան դրամական մրցանակների, նախապես պլանավորված $3000 փոխարեն $4000 ֆոնդով։ AI-ը իհարկե, երբ որ ինքը շատ հզորացավ, անսահման ուժ է ունենալու։ Դրա համար ի սկզբանե Ազիմովի բոլոր գրքերը բաները հենց այդ մասին է, որ պետքա հաշվի առնել, որ ինքը ինչ-որ մի փուլում այնքան է հզորանալու, որ մարդը ֆիզիկապես չի կարողանալու իրան կառավարի։ Դրա համար մտքի ուժով պետքա կառավարի, այսինքն ի սկզբանե պետքա անենց դաստիարակենք AI-ին, որ ինքը մեր օգնականը դառնա, ոչ թե մեր սպառնալիքը։ Կարելի է ասել, այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Գյումրին որպես տեխնոլոգիական եւ նորարար կենտրոն դիրքավորելու, ինչպես նաեւ Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը նպաստելու ուղղությամբ։ Շատ կարևոր է այն, որ իրականացվում է Գյումրիում եւ մեկտեղում է հանրապետության տարբեր մարզերից այս թվի եկած երիտասարդների, որոնք արդեն նախնական փուլն են անցել։ Նշենք, որ մինչ այս ընդունելության փուլին դիմել էին հայտարարությամբ 100-ից ավելի երիտասարդներ, որոնք անցել են առաջին փուլը, այսինքն ունեցել են բավարար գիտելիքներ AI-ի եւ ՏՏ ոլորտի ծրագրավորման մասին։ Հեքեթոնը ստեղծում է համագործակցության, փորձի փոխանակման եւ նոր գաղափարների կյանքի կոչման հարթակ, միավորելով կրթությունը, բիզնեսը եւ տեխնոլոգիան։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։